Հիմնական խնդիրներից ռոռոկման ջուրներ Սովետական ծրագրով 22 թվին վերանորոգել սարքել ենք պոմպակայանով լրիվ, բայց ջրամբարից ջուր չի գալիս, հասնում խնդիրը դրա համար ենք կանգնել, որ այս 2 տարի 68 միլիոն Սովետական ծրագրով կատարել ենք, բայց ջուրը ռոռոկումը չի բնակավայր հասնում։ Խնդիրը այնտեղ վտարներ կա, խողովակների խծանում կա ջրամբարից գալուղը, ու ուզում ենք որ 26 թվով արդեն լուծենք, կես 50% այլ ենք գործերել նորից լուծելու հարցեր է էլի, այդ առաջնային խնդիրը հետի լուծենք, խմելու ջուր ենք արես սարից 2-3 կիլոմետրի սահմաններում տարբեր աղբյուրներից ջրեր ենք վերցրել, բերը ավելացում ենք տվել բնակավար գալող խմելու ջրին, ջուրը ոչ լավ է, էլ արդեն կարգավորել ենք։ Հիմնական խնդիրներից է մանկապարտիզ չունենք, դպրոցն է փակվում, ամենակարևորը։ Երեխաները արդեն գյուղից ջահելությունը, որ երիտասարդները գյուղից հեռանում են, դպրոցներ փակվավ, արդեն մի քանի ընտանիք արդեն գյուղում տներ են վարձակալել, տներ են ձեռք բերում, որ երեխեքը ապագա ասում են չունեն։ Ուզում են արդեն գնան այդ գյուղից երիտասարդները, դպրոցներ փակում արդեն կյանքը ոսոր պասիվանում է, էլի։ Ցուցանիշներս նորմալ է։ Բնակչությունը ակտիվ մուծում է իրաց հասանելիք գումարները։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, անասնապահությամբ։ Ինչ են ցանում։ Հիմնական աջակցությունը գնում արտագնա աշխատանքի։ Ցանում են հիմնական ջուր չունենք, մենք ռոռոկում չունենք։ Ցանում են անասնակերեր, էլի, բազմամյա խոդեր, ծորեն, գարի նման բաներ։ Կարգդահարվել ենք 60% ակտավորեցին տոկոսը, եկան հանձնաժողով 20% բաներ մենք դուրս մնացինք։ Այդ պետության աջակցությունից դուրս մնացինք։ Ինչու՞։ Ասում են քիչ է խփեկար գուտա։ Հանձնաժողովը քիչ կնադեց։ Այսինքն գյուղացիները Գյուղացիներին նեղեց է, կարելի ասել կողքին չկայանան գյուղացիների։ Հա։ Շատ վատ է, դիգ վատ է օրինակ։ Մարդկանց լրիվ խփել է տեխնիկա չի մտե, չեն քաղել, չեն բերել տուն։ Իրանց ցանած բերկու բարիկը չեն հանել։ Երիտասարդները 99% կարելի ասել որ դրսեր են, որ ընտանիքներով, բայց գնում գալիս են։ Ոչ երիտասարդները զբաղմունք չունեն, դե մեծերն են զբաղվում գյուղատնտեսությամբ հիմնական։ Երիտասարդությունը հիմնական գնում են գումար բերելու, արտագնա աշխատանք են գնում, որ բերեն ուղարկեն, երեխեքին պահեն, տունտաները յոլա տանեն։ Ուրիշ աղբյուր չունեն իրանք, եկամուտ չունեն։ Չգիտեմ ինչ կառավարությունը որոշել է, որ փոքր տնտեսություններում գյուղերի դպրոցները պիտի փակվեն, քանի որ աշակերտները քիչ են թվով։ Օրինակ մեր գյուղն էլ ենք այդ ցանկի մեջ, մեկը ես որպես գյուղի բնակչուհի դեմ եմ նման որոշմանը, որովհետև եթե գյուղը չունեցավ դպրոց, բնականաբար է արդեն հետագան լավ չի։ Գյուղի երիտասարդ ընտանիքները կգնան, կհեռանան գյուղից, որովհետև հիմի հեշտ չի երեխաներին տանել կողքի գյուղ կամ շրջկենտրոն, շատ տարբեր հարցեր կա, մեկը ի վիճակի է, մյուսը չէ։ Գոնե տարական դպրոցը դասարանը պիտի մնար իմ կարծիքով, ես դեմ եմ նման որոշմանը։ Դե գյուղատնտեսության մասին ենք ասեմ, որ կառավարությունը առաջ գոնե գարնանացանին, աշնանացանին, սերմերով ապահովում էր բնակիչներին, ճիշտ է գումարով, նես չի որ անվճար էր, գումարով ապահովում էր, բայց գյուղացին հնարավորություն ուներ հետո նորից այդ գումարը հետ վերադարձնելու, բայց հիմի էդ է վերացավ, փոխհատուցում են միայն այն բնակիչներին, ովքեր ի վիճակի են հավաստագրված սերմեր գնելու, ֆերմերներից բան, ոչ բոլորն են ի վիճակի այդ գնումները կատարելու, դրա համար մի քիչ գյուղատնտեսությունը հետ է մնում։ Անասունները ժողովուրդը արդեն մորթում են, չեն պահում այդքան շատ առաջվա, որովհետև միսը կաթային արժեքը չունի։ Մի լիտր կաթը 160 դրամով է պետությունը գնում, որը դա չի ձեռք չի տա գյուղացուն, մենակ տանջանքն է մնում։ Ես այդքանը կասեմ, որպես ստեի բնակչուհի։ Կան նախ մեր գյուղի երիտասարդների մեծամասնությունը արտերկրյա աշխատանքներին են գնում արտագնաց, որպեսզի իրանց ընտանիքները կարողանան ապահովեն, որովհետև մեր գյուղը այդքան հարուստ չի, չունի ջրովի լավ հողեր,
Հա, որ ասենք թեկուզ դե բոստան դնեն, մշակեն, ապրեն։ Զուտ եկամուտը դրսից է գալիս։ Հա, գյուղն է չունի այդ ձևի, մի հատ փոքրիկ ակումբ ունենք, որը որ գալիս են երեկոյան ժամերին մի քիչ զբաղվում, թողում գնում են, ասենք տենց բաներ չկա էլի մեծ ինչ որ ակումբներ, չգիտեմ, ինչ դա եւի մեր գյուղի փոքրությունից է գալիս։ Դպրոցի գյուղի փակման մասին շատ դեմ ենք, ծնողները բոլորս հանձինս ես։ Որովհետև այդ առաջի դասարանի երեխուն մենք պետք է տանենք ոչ բոլորն է որ մեկենա ունին, կարան տան իրանց երեխին հասնին։ Ցանկալի կյանք որ դպրոցը ոչ թե փակեն, այլ ավելի աճը բազմանար, դպրոցը զարգանար, գյուղը զարգանար։ Իհարկե գյուղը կդադարվի, երեխեքը արդեն ծնողներն չգիտեն ինչ են, խուսափի կմատնվին, քսեն երեխիներն որ պետք է տանենք մենք խոսքի ուրիշ գյուղ, ավելի լավ է երթան քաղաք կապրենք։ Տարբերակը դիգե գյուղը կդադարվի, այո, ինք իրանով շատ փոքր գյուղ է, տարածքը փոքր է, բնակիչներն որ դուրս եկան, գյուղը կմնան մենակ ծերերը։